Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ ու սիրով ողջունում եմ ձեզ մեր հերթական վլոգի շրջանակներում։ Կադրի որակը մի փոքր վատն է, որովհետեւ այս պահին ժամը 7-ն է արդեն գրեթե երեկոյան։ Ես գնում եմ դասընթացի, ընթացքում կասեմ թե ինչ դասընթաց եմ վերցրել։ Իսկ հիմա ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել ամուսնուս, ով ինձ աջակցում է իմ յուրաքանչյուր գաղափար իրագործել ու աջակցում է եւ ֆինանսապես եւ հոգեբանորեն այս պահին էլ երեխաներին է նայում, որ ես կարողանամ տանից դուրս գալ ու դասընթացի հաճախել։ Արդեն հասա գրեթե շատ սիրուն շենք է։ Մի փոքր շուտ եմ հասել, կսպասեմ։ Այսօր unboxing-ը կլինի ոչ թե վլոգի վերջում, այլ սկզբում, որովհետև պետք է նախորդ վլոգը ավարտեինք այս unboxing-ով, սակայն չհասցրինք, ավարտեցինք վլոգը առանց unboxing-ի եւ խոստացա, որ հաջորդ վլոգը անմիջապես կսկսենք unboxing-ով։ Եթե անկեղծ ես մի փոքր մոռացել եմ, թե ինչեր եմ պատվիրել, որովհետև Սա արդեն 2 շաբաթ է գրեթե դրված այսպես տանը։ Որտեղ ենք սկսենք։ Այստեղ։ Լավ։ Այս գործը սկար։ Մի վայրկյան։ Բացակա։ Ինչ առնում կբացի։ Դա Ոյ, դրամապանակը սա։ Տեսնենք։ Այս կբացես, այ մի վայրկյան, այս։ Այստեղ ունենք դրամապանակ, գույնը շատ լավն է, շատ սիրուն է։ Որակը մի փոքր ավելի չոր է ինձ թվում, քան իմ նախորդ դրամապանակը, եթե անկեղծ Հուսամ, որ օգտագործման ընթացքում ավելի կփափկի, ոչ թե կճաքճքի։ Այսպես։ Իսկ ընդհանուր առմամբ հենց այնպիսին է, ինչպես իմ նախորդ դրամապանակը։ Այստեղ պատյան է հեռախոսիս համար։ Օ, լավն է շատ։ Գիտեմ հեռախոսիս սկսազի թե չէ, որովհետև հեռախոսուս երկնագույն է։ Պատվիրել էի լույսեր, բայց եկել են միայն գլխիկները։ Չգիտեմ, թե ամենակ գլխիկը եկել։ Այսքան փոքր գլխիկով ես ոնց պետք է օգտագործեմ օրինակ ես ուզում եմ հասկանամ սենց կարանք անենք այսինց մի բան պետք է անենք ինքը հենց ֆոնային լույս է պատի վրա գցելու համար էլ հենց նախատեսված է բայց ուներ իր հետ նաև սենց կլոր հարմարանք, որը պետք է դնել ցանկացած տեղ, օրինակ պարտադիր չէր, հա, վարդակի մոտ լինել օգտագործելու համար լույսը, իսկ այսպես ինչպես տեսնում եք, պետք է անպայման հենց վարդակից միացված լինի։ Այս մյուսը նայեմ։ Այսինքն այն կլոր հարմարանքը չեն ուղարկել են միայն գլխիկը լույսի։ Որը Այստեղ ունենք այսպիսի գուլպաներ, երկար սապոկների հետ հագնելու։ Պատվիրել եմ սենց հաստ տրիկո, լասինա, չգիտեմ։ Ինչ եմ ասում։ Եվ պատվիրել եմ այսպիսի տաքուկ սվիտր այս լասինա տրիկոյի հետ հագնելու համար։ Ինչ արեցիր։ It's
Սենց Օպլես Էսեվիմ համար եմ ապոքսիման Աբոքսիմ, ինչ ես ամբոքսիմ անում? Արի ստեղ տեսնեմ, ինչ ես ամբոքսիմ անում? Սոսեիս հետ եկա, իր ամսականի տորթիկից փորձեմ ու գնամ արդեն պատրաստվեմ, որովհետև կրկին դասի եմ իդեպ այստեղ YouTube-ում չեմ հասցնում վլոգ նկարել Սոսեի ամսականներից, բայց Instagram-ի համար շատ սիրուն ֆոտոներ եմ անում ամեն ամիս, փոքրիկ ռիլ ենք նկարում, ինչպես են երեխաները մոմը փչում, այ հենց հիմա կդնեմ Սոսեի 3 ամսականից նկարներ կտեսնեք ու այն փոքրիկ ռիլը, որտեղ տղաները մոմն են փչում։ Սոսե ինչի՞ ես տենց ուշադիր նայում։ Սոսեն ընդամենը 3 ամսական է, բայց նենց է նայում տորթիկից։ Ինչ ա եղել տղես։ Տորթիկ ա ուզում։ Ասպա մաման տորթ ա սարքել։ Չէ, դեռ չեմ սարքել։ Չէ, այս տորթից եմ ուզում Այս տորթից ես ուզում։ Քիչ առաջ շոկոլադ սարքեցի, չեմ հասցնի տորթիկ թխել, բայց սարքեցի շոկոլադը դրեցի, գնամ դասի գամ անպայման տորթիկ կթխեմ, որովհետև տղաները սիրում են իմ թխած տորթերը, վերցրու։ Սա էլ է շատ համեղ, ամբողջը տնական, բնական բաղադրիչներով պատրաստված, հետևով թույս էր պատրաստել։ Ոնց է նայում։ Իս ինչ սիրուն ես դու այ մաղջիկ։ Յապաղ։ Մի հատ ես դեղ Սոսես ինչ սիրուն ես դու։ Տուն եմ եկել շատ հոգնած ու սպառված, մի փոքր տան գնումներ եմ կատարել ու ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ եմ պատվիրել։ Շատ դժվարությամբ հավաքեցի ու վերջում միայն հասկացա, որ այստեղ սենց ամրակներ կա, ավելի հեշտ հավաքելու համար։ Պես հանում և ցույց տամ ձեզ իմ պատվերը սենց կաս եմ պատվիրել հաստատ բոլորիդ ծանոթ է նշված է գումարի չափը վրան 300,000-ի այս տարվա իմ նպատակների մեջ ներառել եմ նաև այն կետը, որ ընտանիքով անպայման պետքա գնանք հանգստանալու երկրից դուրս և որոշեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ այդ գործում ու կաս հավաքել 300,000-ին։ Երեխաները արդեն մեծացել են, կարծում եմ իրենց էլ շատ հետաքրքիր կլինի նման փորձառությունը, ճամփորդության։ Այ այսպես պատրաստ եմ, իմ կասը շատ որակյալ է, ամեն դեպքում այստեղ արտիկոլ կթողնեմ, կարող եք պատվիրել, կհավաքեմ, կարծում եմ մինչ ամառ, որովհետև նախընտրելի է ամռանը գնանք հանգստի, ինչ որ ծովափնյա քաղաք եմ ուզում գնանք։ 2026-ի համար իրականում շատ մեծ նպատակներ եմ դրել, լիքը գործեր կա անելու, որոնք իրենցից բավականին մեծ ֆինանսներ են ենթադրում, բայց այդ ֆինանսների արանքում հուսամ այս կասի մասին չմոռանա և կկարողանանք այս տարի մեր ուզած հանգիստը կազմակերպել։ Այստեղ սենց սովորական տնտեսական գնումներ եմ կատարել, չոր անձեռոցիկ, Սոսեի հագուստների լվացքի հեղուկը, այս սիներգետիկը նորություն է խանութներում, բայց շատ լավն է, եթե
աչքներով կընկնի, անպայման վերցրեք երեխաների համար, ամանի հեղուկ, շամպուն, խոնավ անձեռոցիկ, այսպիսի սպունգեր, էլի խոնավ անձեռոցիկ, ինչու եմ խոնավ անձեռոցիկ, այսքան շատ այստեղ էլի սենց մի երկու բան, ականջի մաքրելու չոփիկներ սոսեի համար գնդիկավոր և զաժին։ Հիմա մի հատ ընթրիք եմ պատրաստում, շատ արագ ընթրենք, որովհետև բոլորս շատ սոված ենք։ Եվ անցնենք մեր գործերին, ես ահագին դաս ունեմ անելու, երեխաներն էլ իրենք դասերը պետք անեն, մի խոսքով խաղը, անցնենք մեր գործերին։ Այս քոքանավ անձեռոցիկը ինչ տարին սկսել է, շաբաթ-կիրակիները ինձ մոտ լավ մաքրության օրեր են, մանավանդ հիմա, որ արդեն դասերի եմ հաճախում ու շաբաթվա ընթացքում շատ խառն եմ լինում, շաբաթ-կիրակիները հատկացնում եմ տան մաքրությանը, բազմոցի այս տակի հատվածն էի մաքրում, հանել եմ սա, ու մտածում էի ոնց է լինում, որ մարդիկ բազմոցը առաջ են քաշում ու հետևից, տակից մի 10 տարվա կուտակված աղբ են հանում, չգիտեմ, խաղալիքներ, ինչ-որ խառը իրեր, որովհետև ես գոնե թե 15 օրը մեկ սա քաշում հանում եմ ու ամբողջ բազմոցի այս տակը մի հատ լավ մաքրում եմ, եթե երեխեքը ինչ-որ խաղալիքներ են գցած լինում, բայց դա լինում է, չգիտեմ, 2-3 խաղալիք ամենաշատը, հավաքում եմ, փոշին եմ տակի հավաքում ու մտածում էի ոնց են մարդիկ տարիներով առանց բազմոցը առաջ քաշելու, այդպես ապրում ու հանկարծ օրերից մի օր առաջ են քաշում բազմոցն ու պարզվում է, որ այնտեղ մի 3 տարվա աղբ կա կուտակված, այդպես չեմ կարող, հանգիստ տեղս չեմ նստի հաստատ, մի 2 շաբաթը մեկ քաշում եմ, մի հատ սենց լավ ամբողջ այս տակերը մաքրում եմ, հիմա էլ քաշեցի, այստեղ գորգ մի փոքր ուղացի, մի խոսքով մաքրություն եմ անում, մի քանի հագուստ հանեցի բազմոցի միջից, իդեպ մեր բազմոցը շատ եմ սիրում, չգիտեմ ձեզ ցույց տվել էի իր ֆունկցիաները թե չէ, բայց այս կողային հատվածում լավ խորը պահոց ունի, Սոսեն արդեն ինձ ա ուզում, սա էլ առաջ է քաշվում, բարձրանում հավասարվում է սրան ու կարելի է օգտագործել օրինակ ինչպես մահճակալ եւ հյուրեր կան տանը եւ պետք է գիշերին, այսպես ասած։ Այդպես հագուստներ հանեցի, հիմա խառը մաքրություն եմ անում, Ադան այնտեղ սոսեով ասպաղում, փորձում է հանգստացնել իրեն, մինչ ես իմ գործերը կավարտեմ։ Չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բայց մենք մեր տան իրերը շատ խնամքով ենք օգտագործում, իմ երեխաները երբեք կահույքը չեն վնասի, տանգույքը չեն վնասի, շատ խնամքով ամեն բան օգտագործում ենք, բայց անգամ այս խնամքով օգտագործման դագայում մի հատ նայեք, թե ինչ օրն են ընկել մեր նոր գնաց բարձերը, որոնք հենց բազմոցի հետ էին, ճիշտ է, ինչքան էլ ես սիրում եմ այս բազմոցը, շատ ֆունկցիոնալ է, շատ սիրուն է, բայց օգտագործման ընթացքում պարզվեց, որ ինքն այնքան էլ որակյալ չի, մի հատ այստեղ նայեք, սենց ամբողջ թելերը դուրս են եկել ու երաշխիքի մեջ է իդեպ, մենք դիմեցինք խանութ, որ փոխեն բարձերը կամ վերանորոգեն, ինչ-որ բան անեն, որովհետև սենց ինքն իրան ուղակի դրված տեղը, մի տեղից ինձ հանում ես այս կողմից դնում, թելերը վրայից դուրս է գալիս, ոչ լվացքի մեքենա եմ գցել, ոչ չգիտեմ, լվացել եմ, որ մտածեմ սխալ ռեժիմով եմ լվացել ու մեղավորությունն իմնա, չէ, ոչ մի բան չեմ արել, ամփույթ չենք օգտագործել, շատ խնամքով օգտագործել ենք, բայց անգամ այդ պարագայում բարձերը այսենց վիճակի մեջ են հայտնվել ու մենք դիմեցինք խանութ, որ վերանորոգեն կամ փոխեն, ինչ-որ բան անեն, բայց մեզ մերժեցին, ասելով, որ բարձերը երաշխիքի մեջ չեն մտնում։ Շատ հետաքրքիր է, ոնց կարող են բարձերը չմտնել երաշխիքի մեջ, կամ եթե վաճառում եք, այդ ժամանակ պետք է զգուշացնեք, որ բարձերը երաշխիքի մեջ չեն մտնում։ Չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ խանութի կողմից շատ անպատասխանատու վերաբերմունք է հաճախորդին այսպես պատասխանելու ու այդպես վերաբերվելը հաճախորդին, մանավանդ այն դեպքում, երբ մենք այս բազմոցի համար բավականին թանկ ենք վճարել, շուկայականից շատ ավելի թանկ, նմանատիպ բազմոցներ շատ ավելի մատչելի էլ կային, բայց մենք որոշեցինք լավը գնել, թանկը գնել, որպեսզի կարողանանք ավելի երկար օգտագործել, այնինչ պարզվեց, որ անգամ մեր գնած թանկը որակյալ չէր։
Խոսքով այդպես անկեղծ ասած խանութից շատ հիասթափված ենք ու չեմ նշում թե որ խանութից ենք ձեռք բերել։ Երեխաներին պարկացրել եմ քնելու ու անցել Արթուկի գործի, շատ կուտակված հագուստներ ունեի, որոնք պետքա պարտադիր արթուկվեին, որովհետև առանց արթուկելու չեմ կարողանում հագուստները դասավորել պահարաններում, Արնոն էլ քնել սոսեի օրորոցում, ես երևի մի 3-4 օր արդեն խնդրում եմ, որ ինքը այստեղ քնի իր մամոնտիկի հետ։ Դե Սոսեն էլ ինձ հետ է քնում, իմ գրկում, չնայած Սոսեն այսպես թե այնպես ամբողջ գիշեր իմ գրկում է։ Երեխաներին խոսք եմ տվել, որ պետքա իրենց համար համովիկներ թխեմ, որ իրենք առավոտյան արթնանան ու վայելեն, դա էլ պետքա անեմ ու դե մի հատ էլ այսպես արդեն իմ դեմքով մինչ ձեզ կմաղթեմ առայժմ, եկեք մի փոքր շատ արագ ասեմ, թե ինչ դասընթացի եմ ես հաճախում եմ հաղորդավարական խոսքի արվեստ դասընթացի, որպեսզի ունենամ էլ ավելի գեղեցիկ ու մշակված խոսք ու նաև կարողանամ կիրառել այդ հմտությունը իմ ներկա և ապագա գործերում, կարծում եմ կստացվի, հաջորդ վլոգում կաշխատեմ ավելի մանրամասն պատմել դասընթացի մասին, որովհետև Սոսեն արդեն օրտնոցով այստեղ պորկել քնել էր, արտնոցոր, դե արի միասին առայժմ ասենք, բլյաս, Սոսեի հետ ձեզ մաղթում ենք օրվա հիանալի շարունակություն ու ասում, որ մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։